Շատ զարմանալի է այդ շքերթի իրականացումը, թեև պաշտոնապես դեռևս դա չի հաստատվել, սակայն կան որոշակի հստակություններ այդ թեմայով եւ ակնհայտ է, որ իշխանությունը մտածել է ինչ-որ ձևով նաեւ սպառազինության գնումները քարոզչական նպատակներով օգտագործելու համար։ Ինչն է այստեղ տարօրինակը, բացի ընտրական process-ները մի կողմ դրած, որպես կանոն շքերթներ անում են այն պետությունները, որոնք հաղթանակ են տարել, որոնք կարողացել են այդ փուլում ոչ թե ինչ-որ երկրից սպառազինություն գնել, այլ իր ունեցած հնարավորություններով հաջողություն ապահովել կամ նվազագույնը զսպել տարբեր թշնամիների հնարավոր դիմակայությանը եւ այս պարագայում Հայաստանի իշխանությունների այս մոտեցումը, մասնավորապես շքերթի կազմակերպման հետ կապված, բացառապես կարող է ունենալ մեկ նպատակ՝ ընտրություններին ընդառաջ սպառազինությունների գնումները ցույց տալու համար, թե իրենք ամեն ինչից զատ իրականացնում են նաև զինված ուժերում գնումներ։ Զինված ուժերը որ փուլում պետք է խնդիր լուծեր այս իշխանության ժամանակահատվածում 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում դրան հաջորդած 21, 22, 23 թվականներին 24-ին, երբ որ Փաշինյանը ասում էր, որ մեզ Ադրբեջանը սպառնում է, որ եթե 4 գյուղերը Տավուշի չհանձնենք, ապա պատերազմ են սկսելու։ Այսինքն ֆունկցիան որտեղ պետք է կատարեր բանակը, այս իշխանության համար ջանքերով չի կատարել եւ բնականաբար այս տեսանկյունի շքերթի կազմակերպումը այլ համատեքստում, քան նախընտրական ժամանակահատվածն է, դժվար է դիտարկել։ Չնայած մյուս կողմից չեմ կարծում, որ սա կարող է հասարակության վրա ինչ-որ մեծ ազդեցություն թողնել։ Հիմա ինչ ունենք իրավիճակ։ Ունենք իրավիճակ, երբ որ այս իշխանությունների կառավարման պարտության հետևանքով միլիարդավոր դոլարի զինտեխնիկա սպառազինություն ռազմական ենթակառուցվածքներ են խոցվել։ Հիմա իշխանությունը այդ խոցվածի 20%-ի չափով կամ 25%-ի չափով սպառազինություն են օրգնել եւ այս տեսանկյունից անիմաստ է նույնիսկ գնահատել, թե ստեղծված իրավիճակում այդ շքերթի անցկացումը ինչ նշանակություն կարող է ունենալ։ Այսինքն մեր հնարավորությունները խոցվել են միլիարդավոր դոլարների, մեր հաշվին, այդ թվում նաև վարկերի միջոցով զինտեխնիկա սպառազինություն է գնվել եւ դա փորձում է ներկայացնել որպես մեծ հաղթանակ։ Մեծ հաղթանակները կերտվում են դաշտում, բանակցային գործընթացում, ռազմաճակատում, ինչ այս իշխանությունը լիովին տապալել է եւ այլ ցույց դնելու հանգամանք այստեղ չկա։ 10 տարի առաջ շքերթի անցկացումը լիովին տեղավորվում էր այն կոնցեպցիայի մեջ, որը ուներ տարածաշրջանը եւ որը ուներ Հայաստանը, հաղթանակներով, հաղթական բանակով, հակառակորդի ագրեսիան, դիվերսիաները, հարձակումները զսպող եւ հակառակորդին արժանի պատասխան տվող բանակի համատեքստում։ Դեք պետությունը 10 տարի առաջ լրիվ այլ վիճակում էր, ռազմաքաղաքական ղեկավարությամբ, զինված ուժերի մարտունակությամբ, մարտական ոգով եւ այլն։ Հիմա ունենք լրիվ այլ իրավիճակ, բանակ, որ իշխանությունը առավելագույնս փորձում է օգտագործել տարբեր ներընտրական եւ ներքաղաքական գործընթացներում, առավելագույնս այն ներքաշելով տարբեր ներքաղաքական իր ֆունկցիայի շբխող process-ներում եւ այս շքերթել ունի հենց այդ նշանակությունը, այսինքն ընտրություններից առաջ փորձում են որոշակի ֆոն ձևավորել, որը միգուցե կարճաժամկետ այդ կտրվածքով հասարակության ինչ-որ խմբի համար կարող է նշանակություն ունենալ, բայց շքերթը այն ինչի համար որպես կանոն իրականացնում են տարբեր երկրներ, դրա նշանակությունը Հայաստանում այսօր գոյություն չունի։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօրվա այն նվազագույնը, ինչը կարելի է դիտարկել, դա ոչ կոմպետենտությունն է, սա լավագույնն է, նույնիսկ իրենց դեպքում կոմպլիմենտ է, իսկ երկրորդը այստեղ հավաքված են մարդիկ, հատկապես դրա քաղաքական հատվածում, ովքեր ամեն ինչ արել են բանակը ծառայության վատ վիճակի բերելու, մարտական ոգուց եւ մարտունակությունից զրկելու, մեզ բերել են հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, եւ բնականաբար այս մարդիկ ռազմական շքերթով որևէ բան մեր ժողովրդին ցույց դնելու պարզապես չունեն։ Այն ժամանակահատվածը այդ վերջին 8 տարիների, որ այս իշխանության ստանձնած ժամանակահատվածից մինչև այս կետն է լինելու, դա իրենց համար, այս իշխանության համար ամոթի եւ խարանի ժամանակահատված է, որևէ զորահանդես հնարավորություն չի տալու այդ խարանը մաքրել։